Երևանի կենդանաբանական այգի հոակին հանձնարարական 111 ներկայացնել տեղեկատվություն Երևանի կենդանաբանական այգի հոակի կատարած աշխատանքների մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, 2026 թվականի սկզբից Երևանի կենդանաբանական այգում իրականացվել են համալիր բարեկարգման, վերանորոգման եւ ենթակառուցվածքային զարգացման աշխատանքներ, ուղղված ինչպես կենդանիների խնամքի պայմանների բարելավմանը, այնպես էլ այցելուների հարմարավետության բարձրացմանը։ Այգում տեղադրվել է նոր տոմսարկղի դրամաշվարկային սարքավորում։ Ակվատերարիում բաժնում տեղադրվել է տոմսային արգելափակոց։ Տեղադրվել է էլեկտրոնային էկրաններ եւ տեղեկատվական բաներներ։ Այգու ամբողջ տարածքում գործարկվել է ձայնային համակարգ։ Մաքրվել են այգու ջրահեռացման համակարգերը, կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ։ Դրամարկղի արտաքին պատերը մշակվել են ավազաշիթային համակարգով, իրականացվել է կտուրի ջրամեկուսացում։ Ներկվել են բոլոր փայտյա կառուցվածքները։ Կառուցվել է չափորոշիչների անպատասխան 6 նոր ազատավանդակ իրենց ձմեռանոցներով։ Նաև նշեմ, որ այգում ունենք ցուցադրության նոր կենդանիներ։ Ձեռք է բերվել նոր արտահայտust այգու լոգոտիպով։ Իրականացված աշխատանքներ ունեն շարունակական բնույթ եւ միտված են Երևանի կենդանաբանական այգու ժամանակակից չափանիշներին համապատասխան հետագա զարգացմանը։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, իրականում կենդանաբանական այգում մեծ ծավալի աշխատանք է արվել եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւ իհարկե ամբողջ անձնակազմին եւ կարծում եմ այս աշխատանքների շարունակականությունը պետք է ապահովենք այգու ընդլայնման մասով եւ միակ խնդիրը, որ դեռևս առկա է, դա այգու տարածքում գործող այդ սրճարաններին է վերաբերվում, որովհետև մեր այդ նախորդ մրցույթներով ոնց որ տենց լավ չլուծվեց, այնուամենայնիվ ինչ որ անընդհատ որոշակի դժգոհություններ լսում եմ այդ մասով, այսինքն հենց բուն կենդանաբանական այգու չգիտեմ վճարումները մյուսը բոլորը կանխիկ անկանխիկ բոլոր տարբերակներով հնարավոր է, իսկ ինչ որ այդ սրճարաններում հələ որ տենց 90-ական 2000-ականների հոգեբանություն եմ զգում եւ սա նշանակում է որ էլի պետք է անդրադառնանք այդ հարցին այդ մարդկանց եւ մի հատ էլ շատ կարեւոր արձանագրում անեմ սրա հետ կապված իրականում այդ հնի մտածելակերպով անձինք, ովքեր որ նախկինում ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են, իրանց շատ դժվար է տրանսֆորմացնել, իրանք իրանց դժվար է վերափոխվել, ճկուն լինել, իրանք մնում են այն տրամաբանության մեջ, որով որ աշխատել են, եւ իրականում մեր բոլոր տնտեսվարողները, լինեն այգու վարձակալներ, լինեն այս տեսակ սրճարանների աշխատացնողներ, իրանք կամ պետք է գիտակցեն, որ իրանք առաջին հերթին իրենց մտածելակերպը, իրենց մտածողությունը պետք է փոխվեն, համապատասխանեն այս դարին եւ այս դարի Երևան քաղաքի պահանջներին, կամ էլ պետքա գնան ուրիշ գործերով զբաղվեն, որովհետեւ տենց անընդհատ իհարկե ես վերջին 3-4 տարին շատ մեծ ժամանակ եմ հատկացրել այդ բոլոր տարբեր վարձակալների հետ տարատեսակ բանակցություններին եւ 90% դեպքերում փորձը ցույց է տալիս, որ հին տրամաբանությամբ աշխատած մարդիկ ուղղակի նոր տրամաբանությամբ չեն կարողանում լուծումներ տեսնել նույնիսկ իրենց մոտավորապես այդ բանն են բուտկեն են պատկերացնում էլի 90-ականների ու այդ բուտկեն ոնց մի քիչ ավելի լավ աշխատացնել, այսինքն ավելի լայն չեն կարողանում տեսնել այդ իրանց բուտկի աշխարհից։ Հետևաբար սա տենց կոչ, հորդոր մեր տնտեսվարողներին, ովքեր որ նախկինից որոշակի ինչ-որ վարձակալական հիմունքներով տարբեր հատվածներում Երևան քաղաքի տարբեր առևտրային օբյեկտներ են աշխատացնում, հարգելիներս երևի թե ուղղակի ձեր այդ իրավունքը փորձեք վաճառել, որովհետև հենց մենք վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից, որովհետև դուք այլևս չեք համապատասխանում Երևան քաղաքի եւ երևանցիների մերօրյա պահանջներին։